շատ համեղ է։ Ժողովուրդ ջան, շուտով ամանորյա տոներն են։ Կպատրաստեմ ամանորյա ուտեստներ եւ կմատուցեմ ձեզ։ Դուք էլ կմատուցեք ձեր ընտանիքի սիրելիներս։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստում եմ նյոկիներ, մակարոնի տեսակ է նյոկին, սիրելիներս։ Հավի մսով, կրծքամսով, կատնային սերուցքով, թթվասերով, մի քիչ պետք է վերցնեմ, մի 2 ճաշի գտալ։ Սոխ պետք է տապակեմ եւ քաղցր պղպեղ, թարմը։ Եվ վերցնելու եմ 1 ճաշի գտալ պղպեղի մածուկ։ Վերցնում եմ ձիթապտղի յուղ, տապակելու համար, կարագ ու սովորական հալած յուղ չկա մեջը։ Հիմա սիրելիներս, տապակ արդեն տաքացել է։ Առաջինը պետք է տապակեմ սոխը։ Լցնում եմ սոխը, առաջինը, սիրելի հետևորդներ։ Սոխը տապակվեց, լցնում եմ հավի կրծքամիսը։ Կթողնեմ հավի կրծքամիսն էլ տապակվի, հետո կավելացնեմ մնացած պարագաները։ Չմոռանամ ասելու, վերցրել եմ 900 գրամ հավի կրծքամիս և 400 միլիգրամ կաթնասերուկ։ Պղպեղը և աղը վերցնելու եմ ըստ ճաշակի։ Հիմա հավի կրծքամիսը տապակվեց, հիմա անում եմ մի քիչ աղ, այսպես, սև պղպեղ, և հիմա գցելու եմ կարմիր պղպեղի մածուկ։ Հիմա մի քիչ պղպեղի մածուկի հետ տապակվեց, գցում եմ թարմը պղպեղը։ Այս բոլոր պարագաները անելու է, այսպես մի քիչ տապակվի և հիմա դնելու եմ սկզբից սերուցքը և հետո նոկիները, որովհետև նոկին շատ քիչ է պահանջում ժամանակ, որ պատրաստ լինի։ Ամենավերջում նոկին եմ լցնելու։ Կողքից էլ պատրաստում եմ հավի կրծքամսով մի քիչ սուպ։ Ցանկացողները, ովքեր որ կցանկանան, կուտեն հավի սուպը, անգույն, կարտոշկա ու բրինձ կրծքամսի հետ։ Հիմա գցելու եմ մի փոքր կարագ ու ցանկացողները, եթե կուզեն իմանան ինչպիսի մի, այս չափի։ Ինչպես են պատրաստում այս սուպը, թող գրեն կոմենտներում, ես պատրաստեմ մեկ անգամ սուպ և կցուցադրեմ։ Հիմա լցնում եմ կատնային սերուցքը, արդեն ժամանակն է։ Եվ լցնելու եմ թթվասեր։ Այսպես, ասենք, որ 2 թեյի, 3 թեյի գտալ։ Կամ 4 եմ ասել, 4 էլ կգցեմ։ Չէ, 2 ճաշի գտալ եմ ասել, ահա։ Կթողնեմ սերուցքը և կատնասերը միանան մսին և մի քիչ եռան, մի քիչ էբկա վրել, հետո լցնելու եմ նոկիները ու համտեսելու եմ աղի հետ, տեսնեմ աղն ու պղպեղը քիչա ավելացնելու եմ, եթե նորմալը թողնելու եմ, դուք էլ նույնը կանեք։ Մի քիչ եռա սովսը ու հավը, ավելացնելու եմ մի քիչ չորացրած ռեհան, կանաչ գույնի։ Ինչպես ասել եմ, Գերմանիայում սև գույնի ռեհան չկա։ Կա, բայց ձեռք չի գնում շուտ-շուտ։ Հիմա ես ավելացնելու եմ կանաչ գույնի ռեհան։ Այս չափի։ 1 թեյի գտալ։ Հիմա նոկիների գցելու ժամանակն է, արդեն լավ տեղը եռում է։ Հիմա գցելու եմ նոկիները։ 1 կիլոգրամ նոկի էր, 2 պակետ։ Հիմա մեզ մնում է միայն եփելուց հետո, պատրաստ լինելուց հետո համտեսենք։ Համտեսեմ և ձեզ ասեմ ինչպիսի համ ունի մեր այսօրվա գեղեցիկ ուտեստը։ Արդեն անջատեցի, մեր ուտեստը պատրաստ է, չմոռանամ ասելու, աղ եմ ավելացրել։
եւ սև պղպեղ ավելացրել եմ, որովհետեւ պիտի լավ զգամ ես համը։ Հիմա համտեսում եմ։ Շատ համեղ է, սիրելի ժողովուրդ։ Ինչ ասեմ, իմ սիրելի հետևորդներ, ընտիրություն, փորձեք, անուշ արեք, մենք էլ հեսա քիչ հետո անուշ ենք անելու, գրեք կոմենտներում, տեսնեմ ձեզ ինչպես դուր եկավ։ Շատ համեղ է։ Մեզ մնում է հավանել, հետևել եւ տարածել, ինչքան կարող եք շատ։ Ինչ ասեմ, սիրեք իրար շատ, ես էլ սիրում եմ ձեզ շատ, մնացեք ինձ հետ։